Լուսարոտին շարունակում ողջունում ենք եւս մեկ անգամ մեջացրելի հեռուստադիտողին, ինչը մեզ այսքան արագ խոսում, որովհետեւ շտապում շուտ ներկայացնել մեր հյուրերին ու մաքսիմալ հնարավորություն ու ժամանակ տալ նրանց հետ խոսելու, նրանց լսելու, որովհետեւ նրանց հետ պարզապես ներկայությունը դա արդեն շքեղություն է ու ես մի մեծ ձեւով նախանձում եմ մեզ սիրելի հեռուստադիտող, որ մենք հնարավորություն ենք ունենում շփվելու եւ առհասարակ ժամանակ անցկացնելու նման տաղանդավոր եւ լավ մարդկանց հետ։ Երգահան Արեգ Նազարյանի հերթական այցը Հայաստան նշանավորվել է նոր համագործակցությամբ եւ փոքրիկ համերգով, ինչի մասին էլ խոսելու ենք մեր երաժշտական հյուրերի հետ։ Մեր հյուրերն են երգահաններ Սրփուհի Սիմոնյանը եւ Արեգ Նազարյան, բարի լույս, բարի առավոտ։ Վերջապես դուք տարիներ առաջ խոսում էիք այս համագործակցության մասին ու ձեր բացակայության պատճառով ու տարբեր խնդիրների պատճառով չէր ստացվում սա, բայց սա վերջապես իրականություն է դառնում, բայց ինչ կանդրադառնանք այս հարցին, ես շատ արագ կուզեմ ձեզանից հարցնել, որովհետև մեր վերջին հյուրը Բարդերից եղել էր Արմինեն, մեր շատ սիրելի գնդապետը, եւ ուզում եմ հասկանամ Հուսոտան հետ այդ բարեգործական համերգ ապրիլի 1-ին իդեպ 1,692,600 դրամ է հավաքվել, շնորհակալություն յուրաքանչյուրին, դա ընդհանուր տոմսերի արժեքն է, հանգանակություններ, անշարժ ստուդիոյի նկարների վաճառք, մի խոսքով լավ անցավ համերգը, չեմ կասկածում, բայց համերգը շատ լավ անցավ, դահլիճը լիքն էր, համարյա հատնտիր հանդիսատեսով, ինչպես ասում է Զորիկյանը, համարյա ազատ տեղեր արդեն չէին մնացել, դե միշտ նույն բարի խորը եւ շատ դրական մթնոլորտն է Բարդերի համերգի ժամանակ, ես անգամ համեմատում եմ դա տորթի հետ, գիտեք, որ մթնոլորտը անգան է լավ քաղցր համով, որ սենց ուզում ես կտրես ուտես էլի։ Ինչ արեցիք այդ օրը, այո։ Դե ինչու հենց այդ օրը այդ հարցը պետք է ուղղել կազմակերպիչին Վախթանգ Հարությունյանին, որովհետև ինքը ավելի լավ կարող է պատասխանել։ Չէ, ես չասեցի ինչու, ասեցի ինչը արեցիք այդ օրը։ Իսկ թե ինչու մենք արդեն արից հարցրել ենք։ Դե ինչը եւ արեցինք այդ օրը, հանգանակությունը ուղղվեց տատիկ պապիկներին եւ Արցախից բռնի տեղահանված երեխաներին Հուսոտուն բարեգործական կենտրոն հիմնադրամի միջոցով։ Պարոն Նազարյան, ձեր այցերը Հայաստան միշտ առանձնանում են նոր նախագծերով։ Ինչով էր այս մեկը հատկանշական եւ ինչպես ձևավորվեց ստեղծագործական կապը Սրփուհի Սիմոնյանի հետ։ Սրփուհի Սիմոնյանի հետ իմ ամենաառաջի ծանոթությունը եղել է առցանց։ Ես սկզբից լսել եմ նրա ձայնագրությունները ինտերնետով, որոնք շատ են դուրս եկել, որովհետև շատ յուրահատուկ կատարման ոճ ունի, երգերը ունեն իրենց մեջ, կրում են իրենց մեջ հայկականության տարրեր, որոնք իմ սրտին շատ մոտ են, եւ ցանկություն առաջացավ միասին ելույթ ունենալու, միասին համերգ կազմակերպելու, ինչի մասին մենք խոսեցինք Հուսո Առագաստ փառատոնի ժամանակ մի քանի տարի առաջ, կարծեմ 2-3 տարի առաջ։ Հետո ոչ թե իմ բացակայության, այլ հատկապես իմ զբաղվածության պատճառով, որովհետև ես ներկա եմ բավականին հաճախ Հայաստանում, երբեմն մի քանի անգամ տարեկան, զբաղվածության պատճառով 2-3 տարի հնարավոր չեղավ իրականացնել այդ ծրագիրը։ Հիմա վերջապես այդ հնարավորությունը ընձեռնվեց եւ մենք մեր հանդիսատեսին սիրով հրավիրում ենք ապրիլի 17-ին ժամը 20:00 Թումանյան 40 հասցեով տեղի ունենալիք մեր համերգին, որը կրում է տարվա մեր եղանակը խորագիրը։ Դա հանդիսատեսի երկրպագուների շնորհիվ ի վերջո որոշվեց խորագիրը, թե Այո, համեցիր։ Այո, Ռիմա Ղազարյանի հաղթանակն է։ Չնայած դուք ի սկզբանե դեմ եք, որ չլիներ, չէ՞, ոչ մի խորագիր Հա, ես գտնում էի, որ այդքան էլ կարևոր չի խորագիրը, բայց հետո որ արդեն ունեցանք, զգացի, որ ավելի հաճելի է վերնագիրով համերգ ունենալը։ Խաղարկություն արեցինք, առաջարկեցինք մեր հանդիսատեսին, ամեն մեկը առաջարկե իր տարբերակը, խորագրի իր տարբերակը, նախահամերգային այսպիսի մի խաղարկություն, տարբերակները շատ էին։ Եվ վերջապես մենք ընտրեցինք մի տարբերակ, որը դուր եկավ մեզ երկուսիս եւ հաղթած տարբերակը շահեց մրցանակ, որը կփոխանցենք նրան երեկոյի օր արդեն համերգի ժամանակ, հա։
Հարցս ուզում եմ ուղղել ձեզ, երբ երկու տաղանդավոր երգահան այսպես միավորվում են, հեշտ է գտնել այդ ընդհանուր մեղեդին, որը պետք է հնչեցնել բեմից։ Շատ, որտեվ Արեգի հետ ամեն ինչ մի խոսքից ստացվում է կամ նույնիսկ ես ոչինչ չեմ ասում, մեկ էլ մի քիչ հետո նույն բանը ինքը կրկնում է, ինչ ես մտածել եմ։ Շատ հետաքրքիր է մեր համագործակցությունը։ Ամեն ինչ այնպես արվում, ոնց որ կցանկանայի։ Չգիտեմ, խոսքեր չեմ գտնում, շնորհակալություն Արեգ։ Այ, ես էլ եմ շնորհակալ։ Շատ հետաքրքիր համագործակցություն է։ Սրբուհին ձայնակցելու է ինձ մի քանի երգերի մեջ եւ ձայնակցում է ինքը, ես ոչինչ չեմ ասել, որտեղ ինչ երգի, ոնց երգի, ինքը ձայնակցում է այնպես, ինչպես հենց ես կցանկանայի, որ դա լիներ։ Դուք ստեղծագործում եք տարբեր ոճերում, Արեգը ասենց եմ շատ անձնական, ասենց լրիվ ուրիշ գործեր են, ձերը շատ թեթև, ասենց արևի մոտ ու ես միշտ մտածել եմ, այս ընթացքում որ մենք շփվում էինք, ես հիմա հասկացա թե ինչու է Արեգը որոշել ձեր հետ համագործակցել, որովհետև դուք այն հեղինակ կատարողներից եք, որ ձեզանից միայն այն ջերմությունն ու դրական էներգիան ու աուրան է գալիս, որի կարիքը յուրաքանչյուրս շատ ունենք, ու նաև կուզեմ ձեր կողմից լսել այս հարցի պատասխանը, հեղինակ կատարողները մեծամասնությունը, այսպես ասած, խրատով, բողոքով գործեր են գրում, որոնք որ պետք է բան սովորեցնեն, բայց մենք կարծես թե ավելի շատ կարիք ունենք, ավելի ուրախ, ավելի ոգեշնչող, միգուցե ստեղծագործ, ես չեմ վատաբանում բնով։ Ես ուղղակի նկատի ունեմ, որ ավելի ոգևորող գործեր են պետք։ Օրինակ Շուլավի գինին ձեր գործը ունի մոտ 200,000 եւ ավել դիտում պահանջարկ ու բոլորն են տարածում այդ գործը, շատ են սիրում։ Չնայած ձեր մյուս գործերը ավելի քիչ, 2-3,000։ Կարիք է այդ ոգևորող ոգեշնչողին։ Շնորհակալ եմ ինձ այդպես գեղեցիկ ներկայացնելու համար, արևոտ բառին արժանանալու համար։ Հա, ես հիմա շատ չեմ գրում, արդեն մոտ մի տարուց ավել կլինի, որովհետև հասկացա, որ իսկապես ուրախ դրական երգերի կարիք շատ կա։ Դե ինչպես բոլոր բարդերը, ես էլ բողոքով եմ սկսել, միջև հասունացա այն մակարդակի, որ հասկացա պետք է գոհանալ եւ գովել այն ինչ ունես ու գնահատել։ Այդ երգը Շուլավերի գինին բոլորը սիրում են, երևի ինչ որտեղ նաեւ որ հենց մեր համայնքին Շահումյանին նվիրված, միգուցե այդ ողջ շահումյանցիներն են երգը տարածում, որ այդքան մեծ քանակով դիտումներ ունի, բայց նաև կարծում եմ, որ այդ ուրախ ռիթմն է, որ այսօր ավելի շատ պահանջարկ ունի։ Եվ վայելենք, կարծում եմ։ Լավ, մեր հարցը իսկապես շատ է, այդպես մնա մենք մինչև վերջ միայն վայելենք, հետո կուղենք հարցերը։ Ինչ եք որոշել, ինչ ենք վայելելու։ Ես այսօր կատարելու եմ Արցախը։ Կապոն եմ մոռացել։ Կապը դաստրը մոռացել ենք։ Տունը մեր, որ սպասում է ավերակ, Աստծո հույսով, Արցախ, մի մասնիկ, մեզանից թողել ենք ետ գալու մտքով, դառնությամբ ապրում կորուստը մեր զոհված եղբայրների, տեսնում բշտից խամրող աչքեր հայ կանանց ու մայրերի։ Այս գնով ենք մենք պահում պատիվը հայ հողի, մեռնելով անմահացավ անունը հաղթողի։ Նորից կգամ այգի տնկելու,
նորից քեզ խորովել երկելու նորից քարը քարի կշարել քո բաց վերքին դարման կճարել նորից կգամ այգի տնկելու նորից քեզ խորովել երկելու նորից քարը քարիդ կշարել քո բաց վերքին դարման Սիրելիս, նեղացել ես, որ թողել եմ քեզ սպասող Գուցե հավերժ, դու գիտես, որ պարտվել ու հանձնվել հարիր չեր մեզ Թե անգամ կորցնես կռվի դաշտում և ինձ, և մեր որդիներին Համառիր և պատրաստ եղիր, որ մեր մասին պատմես սերունդներին Այս գնով ենք մենք պահում, պատիվը հայհողի Կմեռնեմ հանուն կյանքի, վճիրներ հաղթողի Նորից կգամ այգի տնկելու Նորից քեզ խորովել երկելու Նորից քարը քարիդ կշարել Քո բաց վերքին դարման կճարել Նորից կգամ այգի տնկելու Նորից քեզ խորովել երկելու Նորից քարը քարիդ կշարել Քո բաց վերքին դարման կճարել Տունը մեր Բրավո, իսկապես Դիմացին շարունակելու ես չգիտեմ Շնորհակալություն այսքանով ավարտում ենք մեր Ցավոք սրտի Եթե ասելիք չկա, քեզ թվում է, որ երկեր չեն կարող գրվել, բայց մենք ապրում ենք այն իրականության մեջ, որ ցավոք սրտի տեսնում ես, որ չկա ասելիք ու գրվում են այդ երկերը։ Հեղինակ կատարողների դեպքում այլ է, միշտ կա ասելիք, միշտ կա ասելու, պատմելու, կիսվելու, բացահայտելու, արտահայտվելու հնարավորություն։ Դա այդպես է թե ոչ։ Դա այդպես է, դա նրանից է, որ հեղինակային երգը դա հատկապես մտորում է, ոչ թե երգ։ Այդտեղ հեղինակները կիսում են իրենց մտքերով, իրենց մտորումներով, իրենց հույզերով, այն ամենով, ինչը նրանց ցավ է պատճառում, իրենց սիրով, իրենց զգացմունքներով, իրենց կարծիքներով, երբեմն մեր կարծիքը, որ հնչում է բեմից, համապատասխանում է հանդիսատեսի կարծիքին եւ այդ ժամանակ տեղի ունենում յուրահատուկ մի սիմբիոզ որը փաստորեն հենց համերգի կուլմինացիոն կետն է։ Երգը շատ բուժիչ է, երգը լավ առումով շատ լավ զենք է ու ցանկացած միտք գաղափար շատ ավելի հեշտ ու արագ կարելի է հասցնել նպատակակետին այլ միջոց ես չգիտեմ, որ իսկապես ինֆորմացիան կարելի է ու միտքը գաղափարը կարելի է հասցնել մարդուն, ինչ է այդ օրը հանդիսատեսը իր հետ վերցնելու, ինչ է իր հետ տանելու, այդ հատնտիր հանդիսատեսը։ Մենք համերգը երեկոն, ավելի ճիշտ այդպես ասեմ, դա այնքան էլ համերգ չի, դա հանդիպում երեկո է, երեկոն կազմել ենք հետևյալ կերպ, կլինեն հին երգեր, կլինեն նոր երգեր, պրեմիերաներ կլինեն, որոնք երբևիցե չեն հնչել, կփորձենք հանդիսատեսի հետ ապահովել ինտերակտիվ կապ, այսինքն ոչ թե լինի այդ դա միակողմանի բեմից հնչող խոսք, այլ նաև դահլիճից
փոխադարձ կապը լինի որ երգեք գրելու դրա մասին կարող ենք խոսել թե դա դա է ուզում ասել մենք կփորձենք հանդիսատեսի հետ միասին գրել մի երգ հենց համերգի ժամանակ մի երգ որը կլինի այնպիսի մի երգ որը կարելի է երգել սեղանի շուրջ բոլորով միասին Իսկ ինչ նոր գույներ է այս համագործակցությունը ձեր անհատական ստեղծագործական կյանքում բերել Ինչ սիրուն հարց տվեցիք գույներ ասեմ ավելի շատ նախ էս մի ամիս կլինի որ Արեգի հետ պայմանավորվել ենք համերգի մասին այնքան շատ եմ նվագել որտեղ մուտքային միջանցիկ նվագի պահեր կան ինտրո կամ աուտրո վիճակները մատերս ցավում են այսօր էլ էլի հազիվ եմ նվագում երևի նկատեցիք այդ գույնն է տվել որ մի քիչ ավելի վարպետացել եմ մյուսը որ հասկացա որ ստեղծագործություններն են ավելի շատ սիրվել ընտրվեցին ոնց որ այդ հարցմունքի շնորհիվ էլ Եսին Արեգ դու ինչ կասես Ինձ համար ընդհանրապես եթե կա պալիտրան գույների այս համերգը այդ գույներից մեկն է որովհետև ամեն անգամ երբ որ ես գալիս եմ Հայաստան մի համերգով չի սահմանափակվում այստեղ տեղի ունեցավ ապրիլի 1-ի բարեգործական համերգը 5 շաբթի օրը ելույթ եմ ունենալու Վարուժան Ավետիսյանի գրքի շնորհանդեսին հետո լինելու է մեր համերգը այդ ամենը ինձ համար ընդհանուր մի կտավի գույներ են եւ դա ինձ պարզապես օգնում է շարունակել ապրել, շարունակել շարժվել, շարունակել ստեղծագործել երևի կասեի մուգ կապույտ գույնը, շատ եմ սիրում այդ գույնը Շնորհակալություն ձեզ որ կաք մեր իրականության մեջ ես կուզեմ շատ արագ անցնենք մյուս գործին թե դեմ չեք կերկին ցավացնենք ձեր ձեռքերը եթե Արեգ այս անգամ ասենք շատ լավ այստեղ նաև մեծ տվել հնարավորություն ձեզ հետ երկել բայց ես կլինի ես չի երկեմ որովհետև ես ձեր ականջները ես չասեմ ձեր լսողության հետ ինչ կլինի Հայր միացեք հայր բայց փորձենք Երկար խոսքը բազկիտ կոտրած վիրակա չի դառնա Սուտ ընկերը մարդից կորած իրական չի դառնա Հրապողը ճակտիտ դերած հաշտություն Օտարտարը պատիտ գրած պատմություն Սպիտակ դերոշն արնոտած խաղաղություն Չեն դառնա Հրապողը ճակտիտ դերած հաշտություն Օտարտարը պատիտ գրած պատմություն Սպիտակ դրոշն արնոտած խաղաղություն Չեն դառնա Ախլիներ էլ ոչ մի թույն ու ոչ մի խայծ չգնար Հայի հույսը նորից ընկած որոգայթ փուլ չգար էլ փուլ չգար Այս անգամ էլ հայը հային ձերք բարձր Խելքի և ուսուսի և իձերզեն Թշնամուն մեր երկրի մասին երազել Թույլ չտար Գոնահ հիման հայը հային ձերք բարձր Խելքի և ուսուսի և իձերզեն Թշնամուն մեր երկրի մասին երազել Թույլ չտար
եղբայր թողնենք վեճ ու գշտություն ձեռքդ դուր բաց ձեռքդ դուր որ էլ ոչ ոք չխլի մեր տեղուտուր շարունի բաց վերքդ զուր որ էլ ջլատել մեզ չկարողանան վաղվա օրը մեր որդվոց չգոլանան անցյալի մոխիրը դառնա հող գարնան ձեռքդ դուր որ էլ ջլատել մեզ չկարողանան վաղվա օրը մեր որդվոց չգոլանան անցյալի մոխիրը դառնա հող գարնան ձեռքդ դուր իմ եղբայր ձեռքդ դուր Արեգ Նազարյան, Սրբուհի Սիմոնյան, այո, այսպիսի ֆանտաստիկ ստեղծագործություններ կարող եք յուրաքանչյուր լսել ապրիլի 17-ին, ճիշտ եմ, բոլոր հարցերով, մանրամասներ եւ կարող եք Արեգի էջում տեսնել բարդերի էջում ցանկացած հարցի պատասխան նրանք կտան, չէ՞ որ այսօր ապրում ենք ցավոք սրտի համացանցով եւ ձեր բոլոր հարցերի պատասխանները կստանաք հենց իրենց էջերի օգնությամբ։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալ ենք որ դուք կաք։ Ձեզ լավ օրվա շարունակություն։ Շնորհակալություն, ձեզ նույնպես։ Այսպես պայծառ մարդկանց կարիք ունի մեր երկիրը ու լավ է լինելու ամեն բան։ Ընդհատվենք շատ արագ, որովհետև հաջորդի մեր հյուրերը արդեն այստեղ են, խոսել ենք Արմոնո փառատոնից, թատրոն, մշակույթ, մնացեք մեզ հետ։